Տիկին Մարինե, կպատմեք ձեր որդին որտեղ է կռվել, երբ է մեկնել ռազմաճակատ։ Մեկնելու օրը ես չգիտեմ։ Ինքը ցանկից անից Արցախի ցանկից Ղարաբաղի ցանկից որ ասես կամավոր գնացել եմ։ Ինքը եղել է սկզբից եղնիկն էր, հետո տեղափոխվել են իրանք բան Մարդունի 2 այդտեղից էլ որ տեղափոխվել են բան Մաշկալաշեն։ Ձեզ հետ չի խորհրդակցել, որ գնում է Ոչ։ Հետո նոր այդ Ղարաբաղի ցանկից չէ ինքը ոչ մի բան։ Իսկ այդ ընթացքում տիկին Մարինե, երբ խոսում էիք ձեր որդու հետ, ձեր մայրական սիրտը ինչ էր զգում, որևէ կանխազգացում ունեիք։ Այո, շատ տագնապալի կանխազգացում ունեի։ Մանավանդ այդ դեպքի նախօրյակին գիշերը լուսադեմներ 29 շատ վատ սիրտս խփեց։ Ինձ իրանք ինձ էջաբը ոտից խփել էր։ Դե մենք իրան ուշ գնանք։ Հոկտեմբերի 29 դեպքը եղել էր նոյեմբերի նոր իրեն բերել են, նոյեմբերի 24-ին ուղարկել ենք։ Տիկին Մարինե, իսկ այդ ընթացքում, երբ դուք ձեր որդու այսպես որոնողական աշխատանքներով եք զբաղված, արդյոք ունեիք այն հույսը, որ հնարավոր է ողջ է ձեր որդին, թե ձեզ արդեն ասել էին։ Չէին ասել, բայց հեռախոսը լրեց, ես հասկացա, որ են չեմ։ Ուրեմն շատ սոսկալի բան է եղել։ Վերջին զանգը երբ եք ստացել իրենից։ Հեռախոսի վերջի զանգը եղել է հոկտեմբերի 28-ին, 27-ին խոսել եմ, ու այնտեղից ուժը կրագոսներից ենք ու կար։ Ինչ էր ասում էր հաղթելու ենք, հաղթել չի լինի։ Անպայման, ամեն ինչ լավ կեղնի, կյանքի գնով մարտնչել է, տղաներից եկել են պատմին, որ ինքը օգնել է տղեկին, ինքը պաշտպանել է տղեկ ջան, դուք գնացեք, ես ձեզ կպաշտպանեմ։ Շատ սոսկալի եղել, շատ ահավոր։ Ձեր առաջնեկն է։ Մեծ տղես է, հա։ Ամուսնացած էր։ Չէ, ամուսնացած չէր։ Ինչով էր զբաղվում նախքան պատերազմը։ Մենք սոխոզի վրա վուլկանզիա ճայ ունեինք, անվանադուղ էր կպծում ամուսնուս հետ մեքենայի։ Տիկին Մարինե, իսկ երբևէ պատմել է իր զգացմունքների, հույզերի մասին կամ երազանքների մասին։ Հա, քսեր, որ հեշտ քսեր լավ աշխատեմ, քսեր ես մանկատան երեխեքին լավ օգնեմ պիտի իրանց։ Այդպես միշտ խեղճերի կողմն էր։ Իսկ ժամկետային ծառայությունը Արցախում է եղել։ Չէ, ինքը բան է ծառայել 2006 թվին, 2002 թվին ժամկետային ծառայել եղնիկն էր։ Այնտեղ եղել ինքը սնայպերիստ է եղել։ Իսկ այս դեպքը այս պատերազմի ժամանակ կամավոր է գրվել գնացել է աղջիկ ջան։ Տիկին Մարինե, եթե ձեզ հետ ձեր ամուսնու հետ քննարկեր, որ գնալու է կամավոր ռազմաճակատ, ինքը չէր քննարկի, ինքը շատ կոմպլեքսավորված, ինքը երբեք չէր
հարցնի դուք խորհուրդ տվեք կարելի է գնամ թե չկարելի է մանավանդ որ իր հանգերները իր ծանոթները գնացել էին ոչ չէր ինքը խորտակցի մեզ հետ Ձեզ համար ինչ զգացողություն է հերոսի մամա լինելը, հասարակությունը ձեզ շատ այսպես բարձր է ընդունում։ չգիտեմ տղաչիկ տանուր մայր է որտեղ գորուս ինքերոս բառը չարծած եմ այդ բառը էլի այդ բառով ես բանեմ երևի որդի է ձևով ճիշտ է բայց ես տարում այսպես պատերազմի ժամանակ չի պատկերացնել որ այս կյանքը տար Ղարաբաղին չենք պատկերացնել Հպարտ եք, որ ճիշտ եք դաստիարակել։ այո շատ հպարտ եմ ու տղեց այսպես հերոս Այո, այսպես ինքը իր անգերներին իր կյանքի գնով այսպես կսեն կյանքիդ համար իսկական ինքն է այդպես եղել տղեկ պատմենք որ ինքը ինչ է տղեկին կսեր դու գնացիք ես կրկին կսեր ինքը վիավորված էր բայց ինքը ումոր փրկից կսեր դու գնացիք ես կպաշտպանեմ ու իրոք այդպես էլ եղավ